Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում Էլիանա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է արձակագիր Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրելյանը։ Բարև ձեզ, պարոն Գաբրելյան։ Մի այսպիսի խրթին թեմայի շուրջ ենք ուզում խոսել։ Ես էլ մեծ հաշվով չգիտեմ, թե ուր մեզ կտանի մեր այսօրվա զրույցը, այդուհանդերձ բոլորս կարծես թե այս մասին գոնե խորհում են, գոնե մտածում են, գոնե արտահայտվում ենք, բայց չենք կարողանում իրան համապարփակ բռնել, հա, խնդիրը։ Իսկ խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանում կարծես թե ծվեն եղած, ինչ որ կտրտված, ուժեղ խուզականացված դիսկուրսների մի ամբողջ աջաբսանդալ ենք մենք տեսնում, թե սոցիալական ցանցերում, թե հեռուստատեսությամբ, թե ընդհանրապես մեդիայում եւ մեդիայից դուրս, ու շատ հաճախ ասում ենք, որ տրամաբանական մտքի, տրամաբանական կապի կարոտ ենք, բայց երբեմն անգամ այդ տրամաբանական միտքն էլ է շատ ինչ-որ անդրամաբանական հետևությունների մեզ բերում, անգամ 2020 թվականից հետո ինքս ականատես եղել, թե ինչպես են մարդկանց մոտ քայլ առ քայլ, այսպես փազլի նման հավաքվելով ձևավորվում ինչ-որ աշխարհահայացքներ, համապարփակ բացատրություն այն ամեն ինչի, ինչ որ հիմա տեղի է ունենում, եւ նման տարբեր բացատրություններ մենք տեսնում ենք տարբեր լրատվամիջոցներում կամ տարբեր մարդկանց շուրթերից ենք լսում, եւ եթե բացատրությունները այդքան շատ են, նույն բանը կարող է ունենալ բազում բացատրություններ։ Ուրեմն ինչ որտեղ ինչ որ մի բան սխալ է, թե հենց սա է ճիշտը։ Ես փորձում եմ այսպես մոտենալ հարցին բավական տարբեր կողմերից, չգիտեմ, ձեր կարծիքով, ձեր դիտարկումները։ Կարծիքը մի կողմ, ես ավելի շուտ իմ սովորածը ասեմ, որ այն մոտեցումը, որ գոյություն ունի պատմության ընդհանրապես մի տարբերակ, որը դասագրքերում արտահայտվում է եւ այլն, վաղուց համարվում է հակագիտական, որովհետև մեկնաբանությունը դուրս թողնել, հա, փաստի հետ առնչությունից անհնարին է։ Այսինքն միշտ եղել է զտված կառուցում պատմության, դրա համար հիմիկվա այս լոզունգներից մեկն է ոչ թե պատմություն, այլ պատմություններ։ Մեթոդաբանորեն նույնպես, այ օրինակ մի քիչ գուցե տհաճ օրինակ բերեմ, բայց շատերիս պատահում է, երբ մարդ է մահանում, բժիշկը պիտի վերջնական պատճառը ասի եւ ասում է բանը, ասենք սրտի կաթված, բայց մարդը 90 տարեկան էր, պատճառը իրականում իր 90 տարեկան լինելու հետ կապված բազում հանգամանքներ, փոփոխություններ էին օրգանիզմում, այո, մինչդեռ Հայաստանի հետխորհրդային մտածողության մեջ եւ դա նույնիսկ մինչեւ այսօր դասավանդվում է փիլիսոփայության, ասենք, դասընթացներում, ամեն հետևանք ունի միայն մի պատճառ։ Մինչդեռ հասկանալի է, աշխարհը հիմնված է նրա վրա, որ ամեն հետևանք ունի բազում պատճառների հարաբերակցություն։ Այո։ Հա, այսինքն մեթոդական փոփոխություն է պահանջում ուղեղը, որ հասկանաս, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մոտենալ սկսես դրան։ Ես դա նաև խորհրդային միության այդ փլուզվելու հետ կապված դեռ տասնյակ տարիներ առաջ նկատեցի, երբ սկսեցին բազում հրատարակություններ լույս տեսնել, հետազոտություններ, դիսերտացիաներ, մենագրություններ, ու ամեն մեկը մի պատճառ էր վերցնում որպես հիմք, ասենք ինչու փլուզվեց խորհրդային միությունը։ Մեկը ասում էր տնտեսական պատճառով, մեկը ասում էր Սաուդյան Արաբիան նավթի գները բարձրացրեց, մեկը սոցիալիզմի, մեկը գերոնտոլոգիայի, մեկը հայկական կողմը Ղարաբաղի պատճառով եւ այլն, հա, մինչդեռ այդ բոլոր պատճառները միասին են աշխատել, իսկ թե ինչ հարաբերականությամբ դա արդեն իրոք շատ դժվարին գիտական հարց է, բայց ի վերջո այդ ուղղությամբ եթե մտածես այդ բազմապատճառայնությունը պատասխանելի հարց է, հա։ Հիմա նույնն էլ է մեր հանրային տիրույթում, այստեղ իհարկե ուրիշ հանգամանք էլ կա, որ մենք երբ ասում ենք այսօր հանրային տիրույթ նկատի ունենք համացանցը, նույնիսկ եթե ոչ համացանցով ես հեռուստատեսություն դիտում, բայց արդեն ինքը մտել է, հա, համացանցի մեջ Facebook-ը, որովհետև դա ամենածածկ, այսպես ասած,
հանրային տիրույթ է ստեղծել, որը նորույթ է պատմականորեն ոչ միայն դա է ուզում ասել, հետաքրքիր է, չէ՞, պատմականորեն մարդիկ հավաքվում էին, մենք մի քիչ շեղվում ենք, բայց այս հարցը ինձ թվում է արժի շեշտել։ Պատմականորեն նայեք, հանրային տիրույթը դա մի տիրույթ էր, որտեղ մարդիկ հավաքվում էին իրար գլխի եւ խոսում էին ինչ-որ հարցի շուրջ։ Օրինակ, չգիտեմ, ինչ-որ փաբում քննարկում են քաղաքական անցուդարձը։ Հիմա մարդիկ, երբ որ հավաքվում են իրար գլխի, ամենահաճախ հնչող նախապայմանը եկեք հիմա քաղաքականությունից չխոսանք, որտեղ քաղաքականությունից եւ սոցիալ քաղաքական խնդիրներից խոսակցությունների համար կա առանձին հարթակ եւ դա որպես կանոն սոցիալական եւ հոգնած են այդ դիսկուրսից գալիս իրար կտրվել է առօրյա կյանքից այդ զրույցը էլի դեմարտեմ գալիս են նորմալ բաներից խոսելու ոչ թե դիսկուրսի մեջ են կռվելու բայց այդ դիսկուրսը նորույթ է աշխարհով մեկ ու դա արդեն լրիվ խաղի նոր կանոններ է հա պայմանավորում եւ այլն դրա համար մենք այսպես ասած մաքուր իմաստով չենք կարող ասել ինչ է քննարկվում թեև մի ուրիշ հանգամանք էլ նշենք, որ իհարկե 20 թվականի պարտությունը եւ Արցախի հայաթափումը բերեց նրան, որ թույլատրվեց հանրային դիսկուրս ներմուծվեն այն պատմությունները, այն մոտեցումները, որոնք մինչ այդ բացակայում էին եւ օբյեկտիվ պատճառով հանրային դիսկուրսը այդքան զարգացած չէր, եւ սուբյեկտիվ քաղաքական պատճառով, այսինքն արգելված, տաբույացված թեմաներ կային, ասենք հնարավոր չէր պատկերացնել, հա մի 10 տարի առաջ, որ հանրայնորեն հնչեր այսպիսի հարց. արդյոք ճիշտ էր Արցախյան շարժումը սկսելը։ Իսկ հետո հնչեց, այս վերջերս, ասենք վերջի 2-3 տարվա մեջ սկսեց հնչել։ Դե հետո պատճառել չկար նման հարց բարձրացնելու, որովհետև կար Արցախյան շարժումը, կար հետևանքը, այսինքն Արցախը, որը այտենց միանշանակ որպես բարիք էր ընկալվում եւ մինչեւ հիմա էլ հա ընկալվում է, այսինքն եթե շարժումը բերել է հստակ բարիքի, ուրեմն ճիշտ է, այսինքն հարցը կանգնած էր եւ միայն պարտությունը ստիպեց, որ նման հարցեր առաջացան։ Դե, բայց դա հենց է դա, երբ դու չես տեսնում կողքի հանգամանքները, ընդհանրապես դա հետաքրքիր հարց է, չէ՞, պատմության մեջ եթեներ չեն լինում։ Բայց անընդհատ կա այս այլընտրանքային պատմություն ստեղծողների հսկայական բանակը եւ այլն, որովհետեւ մարդիկ ուզում են մտածել, իսկ ինչ կլիներ, եթե չլիներ 17 թվականի հեղափոխության ժամանակ բոլշևիկների իշխանության գալը, եթե չլիներ Ստալինը, այլ ուրիշ մարդ լիներ, իր տեղը Կիրովը լիներ։ Եվ այլն, այդ ամբողջ այդ եթեների շարքը քննարկելը շատ հետաքրքիր ու կարող է ինչ-որ որոշակի հետաքրքիր է, որովհետև դա բերում է նրան, որ դու հա անցյալը չես կարա փոխես, բայց եթե դու դա բերես ու պրոյեկտես քո իրականության վրա, ու դու հասկանաս, որ այ հիմա ամեն օր դու այդ եթեների, հարյուրավոր եթեների արանքում կանգնած ես ու քո ամեն մի որոշման արդյունքում պատմությունը ինչ-որ բան փոխվելու է այդ եթեները եթե բերել մտցնել իրականություն ու հասկանալ որ ամեն մի որոշում բոլորիս ինչ որ արդյունք է բերելու դա երևի վատ չի շատ կարևոր թեզ է էլի եւ էլի ի վերջո ինչա ցույց տալիս այդ թեզը եթե մի հատ դրա տակ եղած աշխարհի պատկեր պատկերացնենք անհատի կարևորությունը հա անհատի որոշում ընդունելու կարևորությունը եւ դեմա դուրս գալիս այն abstract իդեալիստական մոտեցմանը որ ասենք ազատություն չկա եւ այլն հա այսինքն իսկույն այս քո ասացի մեջ աշխարհայացքային որոշակի սկզբունք դրսևորվեց Ինչը շատ կարևոր է գիտակցել մեզանում, քանի որ հայկական էլի տիրույթում հետ խորհրդային պատճառներով բավական ակտուալ խոսակցությունը, այդ abstract իդեալական խոսակցությունը, ազատություն կա, թե ազատություն չկա, մարդը ազատ է, թե ազատ չէ, մարդու ազատ կամք գոյություն ունի, թե ոչ։ Այս պարզ հասկացությունը, որ քեզնից է կախված ամեն ինչ, դու ես կերտում պատմությունը թեկուզ փոքրիկ մասշտաբով, բայց դուերը, հա, բոլորը միասին։ Ինքը չի ընկալվում որպես գործունեության հիմք, այսպես ասենք, հա, ամենօրյա գործունեության հիմք։ Այդ պատասխանատվությունը, որ ամենօրյա արարքների համար մարդը կրում է, չի ընկալվում որպես այդպեսին։ Գուցե ավելի զարգացած հասարակությունների մեջ այդ անհատի վրա շեշտը դնելը դա թույլ է տվել, որ այնտեղ դա ավելի շատ ընդգծվի, էլի։
Բայց ես դրա մեջ օրինակ ինչ որ վատ կողմեր, մութ կողմեր եմ տեսնում, նույն արևմտյան քաղաքակրթության մեջ, ես հիշում եմ, որ մենք խոսում ենք մեթոդաբանությունից, մենք կվերադառնանք անպայման։ Արևմտյան քաղաքակրթության մեջ օրինակ սրա վատ կողմներ եմ տեսնում, որտեղ իրենց մոտ այդ անձնական պատասխանատվության հարցը արևմուտքում բավականին լուրջ է դրված, հա, բազում գրքեր, դու կարող ես եւ այլն, այսքան դա անգամ տիրաժիրված, հա, տիրաժավորված է, հա, բայց դրա հակառակ կողմը բերում է նրան, որ այն պահերին, երբ որ օրինակի համար, հա, կա խնդիր, կա էկոլոգիական խնդիր, դիցուկ, հա, շատ պլաստիկ շշեր են արտադրվում, դիցուկ վերցնենք, չգիտեմ, կոկա-կոլայի կամ ինչ որ մի շշերի արտադրող գործարան, ինքը ասում է, ես դե մեղք չունեմ, ես պահանջարկ կա, եւ ես չեմ հասկանում եք, որ հարցը շշերի լուծվում է մի կետից, գործարանը այլևս չի արտադրում պլաստիկ շշեր, բայց այս դիսկուրսը տեղափոխում են դեպի անձնական ընտրություն եւ ասում են, երբ ու եթե բոլորը թարգեք պլաստիկ շշեր առնել, այդ ձեր անձնական ընտրություն անեք, այդ ժամանակ հարցը կլուծվի, ինչը նշանակում է չի լուծվի։ Սա մի տեսակ sense բան ոնց որ լինի, այսինքն ինչ որ կամ դու ես մեղավոր, որ դու աղքատ ես, մենակ դու ես մեղավոր, ասա դա Աֆղանստանի բնակչին, հա, այսինքն ամեն ինչ չի, որ պետքա տենց դնել մարդու վրա, մարդը միջավայրի մեջ է, էլի, ուզում ասեմ դա այդ նման գաղափարի մութ կողմերն է, էլի, որ երկու բան ասեմ դրա այսպես առիթով, մեկը իրոք պետք է ասել, որ անհատը հիմքն է ամեն ինչի, մյուս կողմից ամեն ինչ սոցիալականացված է, ամեն ինչ սոցիալական է, դա միասին է գալիս, եթե անհատը չլինի, սոցիալականություն չի լինի, նա հիմքն է, բայց չկա անհատի մեջ ոչ մի բան, որը միջավայրային չլինի, եւ դա էլ հաջորդ հասկանալու պահն է, բայց նաեւ ուղղակի է նախորդ այդ քաղաքտնտեսական հարցը այն, որ շուկայական աշխարհը Ես եմ որպես օրինակ վերեցի, հա։ Կապ չունի, դա իրոք այդպես է, շուկայական քաղաքտնտեսությունը, որը արդեն քանի դար այդպես զարգացել է, այսպես կոչված կապիտալիզմը, կուզեք նեոլիբերալ անվանեք, կուզեք ինչպես իր հսկայական թերություններ ունի, որը համաշխարհային ճգնաժամի է բերել, ոչ նկատի չունեմ ֆինանսական ճգնաժամ, այլ ճգնաժամ։ Ու այդ բեռը գցել միայն ին վրա որպես անհատ եւ մեր թորների վրա ավելի շատ երևի, դա էլ փաստ է ու այդ ասենք Աֆղանստանի դեպքն էլ դա այդ նույն բանի, հա, կատաղի կապիտալիզմի արդեն գլոբալ որ այդ ամբողջը շահագործման վրա է հիմնված, այսինքն հա ուզում ասեմ երբեմն որոշ, այսպես ասեք ավելի պարզ, որոշ մարդիկ ինդիվիդուալիզմը, որը ի սկզբանե ճիշտ է եւ բարի է, օգտագործում են որպես շահագործման մեխանիզմ։ Դե այստեղ այդ հարցը կա, որ հասկանալ, որ ամենամեծ արժեքը անհատն է, միաժամանակ կապված չէ ինդիվիդուալիզմի գովերքման հետ։ Դա հասկանալը մի բան է, ինչպես գիտությունը պիտի հասկանա ինչն է առաջնային, ինչը ոչ, հա։ Իսկ դրա հիման վրա խեղաթյուրված գաղափարախոսություն կառուցելը արդեն ուրիշ բան է, ընդհակառակը, ես կասեի։ Այն, որ ամեն ինչի հիմքում անհատն է, մեծ հետևությունների հիմք է տալիս։ Օրինակ հայտնի է, որ մարդը ամեն ինչ շատ ճկուն է։ Շատ լաբիլ էություն է։ Ուրեմն եթե նրան դեպի վատը շարժես, նա վատ է վարվելու։ Դեպի լավը շարժես, լավ է վարվելու։ Ամբողջ դաստիարակչության, այդ կրթության, դաստիարակության համակարգերը դրա այդ հիմքի վրա են։ Հիմա եթե դու մարդուն դնում ես վատ իրադրության մեջ, ինքը սկսում է վատ վարվել։ Եթե մանիպուլացվում ես, ինքը մանիպուլացվում է։ Ինքը չափից դուրս շատ ճկուն է։ Այստեղից հետևություն, չես ուզում վատը լինի, մի արա, չի լինի, կքչանա, որը արվում է, բայց ընդհանրեն էլի կղզիակների ձևով, չէ, աշխարհով մեկ չի արվում, այսպես ասած։ Շատ հիմա վերադառնանք մտածողությանը, որտեվ շատ ձեր խոսքի մեջ միտք ասեցիք, որը ես որպես մեդիայի աշխատող հաճախ եմ ворցացել, երկու բան, հա, երբ որ դու կարծիք ես հայտնում, մարդկանց թվում է, թե դու վերաբերմունք ես հայտնում, հա, եւ երբ որ դու ինչ-որ բան բացատրում ես, այդ դու կասեք մենք հասկանանք մարդու, հա, անհատ լինելը, հասկանալը շատ հաճախ մեր հանրային մտքում հավասար է լինում ընդունելուն։
ընդունել, դրա կողմից լինել եւ այլս, եթե դու մի բան հասկանում ես, ուրեմն դու դա ընդունում ես, դու դա արդարացնում ես, հասկանալ հավասար է արդարացնել։ Ասում են, որ այս նման աշխարհընկալման եւ նման ընկալման պատճառները քննադատական մտածողության բացակայությունն է։ Արդյոք դա այդպես է։ Այսպես է, այո, սա այն նույն կիրառուկն է, նույն պրիոմն է, Կիրառուկ պրիոմ, հիշեք։ Դուրս եկավ կիրառուկը երբեմն ավելի ճշգրիտ է համապատասխանում, ինչպես եւ ad hominem, որ ասում են, հա, արգումենտ ad hominem, այսինքն մարդուն ուղղված արգումենտ, որ ասում են, ասենք ես կողմ եմ, որ երկիրը էկոլոգիապես մաքուր լինի, ասում են դու օպոզիցիա ես, դրա համար ես կողմ, որտեղ դու դեմ ես, որ մեր երկիրը զարգանա, ինչպես մեր կառավարությունն է ուզում։ Այդ ad hominem արգումենտի դեպքերից մեկն էլ դա է, որ ասում ես ես մի բան հասկացա, իրենք ասում են ուրեմն դու կողմ ես դրան, ինչը որ հասկացար։ Մինչդեռ երբ մենք ասում ենք մի բան հասկացա, երբ գիտնականն է ասում, նա փորձում է հասկանալ, այո, բայց հեռու լինել միանալուց եւ դու որպես հոգեբան, նախկին հոգեբան, լավ գիտես, որ նույնը հոգեբանը պիտի երևի իր պացիենտի հետ այդպես վարվի, հա, ամեն ինչ հասկանում։ Շատ հաճախ հասկանում եւ բացատրում է պացիենտին իր վիճակը, հա։ Եվ չի նշանակում, որ համաձայն է այդ վարքին։ Այսինքն այդ ինչ ասեմ, այն ինչի վրա աշխարհի հիմքը, քաղաքակրթության հիմքն է, գիտությունը լայն իմաստով առօրյա կյանքում կամ մանիպուլատիվ պատճառներով բացառվում է։ Դրա համար երբ ասում են այդ both sidesism հասկացությունը չի առաջացավ, երբ մարդ փորձում է դրսից նայել իրադրությանը, երբ երկու կողմ ասենք թշնամացել են իրար, սկսում են անվանել դուք հավասարեցրիք։ Երբեմն ճիշտ, սխալ է մարդը նայում, սխալ է հավասարեցնում։ Երբեմն սխալ, նա պարզապես ուզում էր դիտարկել երկու կողմին առանց կողմեր վերցնելու։ Հա, այդ մարդուն վերագրելը իր հասկանալու փորձերը, իր ինչ-որ բան հետազոտելու փորձերը էլի այս հանրային դիսկուրսի մեջ հիմա շատ մոդայիկ դարձած միջոցներից մեկն է։ Ստեղի դեպ այնքան նուրբ է այդ լարերը այն նույն բոցսայդիզմի մեջ, երբ որ դու տեսնում ես ինչ-որ իրավիճակ, որտեղ ակնհայտ կա զոհ եւ ագրեսոր, ու փորձում ես այդ իրավիճակում հավասարության նշան դնել, դու արդեն այդ պահին դու երրորդ կողմը դարձար, կողմը, ոչ թե նեյտրալ դիտարկեցիր այլ քաղաքականացվում է դա, քաղաքականացվող դիսկուրսում, որովհետեւ եթե վերցնենք մի ուրիշ դեպք, ասենք Դոստոևսկին, որ գրեց Որ մեկը, ոչիր եւ պատիժը, ահա։ Որն էլ վերցնես, ինքը դե հա մեծ հաշվով նույն, ինքը այդ նույն իր բոլոր գրքերը նույն բանի մասին են, տարբեր ձևերով, հա։ Բաներ կարդում, իրեն դուր էր գալիս եւ հետո դա ազարգացնում էր, փոխում էր եւ ինչ էր թերթում կարդացածը, որ այն ժամանակ ռուսական այդ ուրեմն դատական համակարգը նոր էր զարգանում, շատ լիբերալ, շատ ազատ, հետաքրքիր ինչ որ դրսևորումներ էր ունենում եւ շատ հաճախ ոչրագործներին արդարացնում էին սոցիալական պատճառներով, այսինքն որ նա բան է եղել, հա, աղքատ է եղել, հայրը նույնպես ոչրագործ է եղել, մայրը։ Իդեպս նույն միտումը հիմա ամերիկյան դատական համակարգում կա։ Այո, միշտ էլ կա, որովհետեւ իրոք կարելի է տեսնել պատճառներ, որոնք ոչրագործին դարձնում են ոչրագործ։ Հենց իմ նախկին ասածը, մարդուն ենթարկիր որոշակի պրոցեդուրաների, մանիպուլյացիաների, վատ կյանքի է ենթարկում, թե ուղղակի ինչ-որ էքսպերիմենտների, նա դառնալու է այդպիսին։ Այսինքն այդ պատճառահետևանքային կապն էլ կա։ Աշխարհը սոցիալապես կառուցվող իրադրություն է, հա, քաղաքակրթությունը։ Ինչպես դու կառուցեցիր, այնպես էլ լինելու է։ Դու այստեղ իհարկե մեծ դու է, հա, մի դու չի։ Հա, այնպես որ ավաղ էդ էլ պետք է, հա, որ ասում են հասկանալ ոչրագործին, հասկանալ թշնամուն, այդ ամեն ինչը ինչ է ի վերջո, ռեֆլեքսիա է, հա, անցնենք մեր մտագործունեական խնդիրներին, դա ռեֆլեքսիայի քայլ է, դուրս գալ իրադրությունից եւ դրսից դիտել իրադրությունը։ Հա, բայց սա էլ բերում է մի ուրիշ ծայրահեղացման, նույն արևմտյան ես համով թեմայի կպակել, նույն արևմտյան համակարգում ես տեսնում եմ, որ ոչրագործների կողմից շատ հաճախ սեփական այդ վիկտիմիզացիան ուժեղացնում է, որ ես զոհ եմ, այսինքն մարդը տալիս սպանում է ինչ-որ մեկին, հետո անդադ փորձում են զոհի կերպարով ներկայանալով արդարացում
արդարացում պահանջեն ու այստեղ դատական համակարգը որոշակի խնդիրների առջև է կանգնում եւ հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են եկեք արխայիկ ձևով դատենք ոչ թե մարդուն, այլ արարքը։ Բայց սա էլ հա մենք գիտենք, որ շատ լուրջ հետևանքներ է ունենում, որովհետև սովից բուբլիկ գողացած մարդուն արարքի համար մենակ դատել եւ ձեռքը կտրել, այդքան էլ արդար չի ու շատ լուրջ խնդիրներ առաջանում ստեղել։ Ես բոլորիվ համաձայն եմ, որ մարդը պիտի արդարանա։ Ոնց էլ լինի, ինչ էլ արած լինի, ինքնարդարացում պիտի լինի։ Դրա համար այդ կոմիջից դուրս գալը բոլորին է վերաբերում։ Այսինքն եւ այդ բանին, հա, ոչրագործին։ Մի հատ էլ դուրս արի կոմիջից, նայ մի հատ, տես ինչ ես արել, ինչի ես արել, ոնց ես արել։ Բայց դա անելու մեխանիզմները քիչ են, հա, այսինքն հայտնի չեն։ Այդքան մոդայիկ բան չի դա անել։ Ընդհակառակը այս ամբողջ այս identity politics-ը գնում էր հակառակ ուղղությամբ։ Մտիր քո մեջ կամ քո կառուցված մեջը ուրիշների սոցիումի կողմից քեզ կառուցված։ Մտիր այս խմբի մեջ ավելին, եթե դու որոշակի հատկություններ չունես, խումբը քեզ կտա։ Դու վերցնում ես քո վրա այդ հատկությունը, մեկը սկսում ես վիրավորվել ինչ-որ բաներից, որոնք քեզ չեն վերաբերվում, բայց քանի որ դու քեզ այս խմբի մաս ես համարում, դու քո վրա ես վերցնում։ Նայ, այդ շատ հետաքրքիր է, որտեվ այս ամբողջը ի վերջո դեպի իմ կարծիքով գնում է դեպի հակամարտկայնացումը։ Այդ բոլոր հանգամանքների հաղթահարման արդյունքով է հասել են ամեն ինչին հասել այն լավ բաներ, եթե կան լավ բաները, այդ քաղաքակրթությունը հաղթահարելով քո ոհմակային բնույթը, հաղթահարելով քո բանը կենթանու համապատասխան բնազդները եւ այլն։ Իսկ հիմիկվա մասամբ նաև գիտությունը, բայց հատկապես գաղափարախոսությունները բավական երկար ժամանակ գովերքում էին դա, այսինքն ասում էին, տեսեք, մարդը նման է ինչպես նույն կերպ է վարվում, ինչպես որ կենթանին։ Ընդ էլ որոշակի կենթանին, են էլ ոչ լրիվ գիտականորեն, որովհետև շատ բազմազան կերպով է կենթանիները վարվում։ Տեսեք, մարդը բան է, գազան է, այսպես ասած, իր բնույթով եւ պիտի մյուսներին հոշոտելով ապրի։ Դա նաև օգուտ է, ասենք, այդ ծայրահեղական շուկայական հա մոտեցումներին, ծայրահեղ մրցակցայնությանը, շահագործման գաղափարին եւ այլն։ Այսինքն այդ գաղափարախոսությունները միահյուսվելով սխալ մեթոդական գիտությունների հետ բաց են թողնում մի շատ կարեւոր հանգամանք, որ մարդը այդ ամեն ինչը հաղթահարելու շնորհիվ է մարդ, եթե մարդ ու սա էլ է բարդ, որտեվ սա էլ կարող է բան արվի, հա, կապիտալիզացվի իրացիոնալ գաղափարախոսությունների կողմից, արդեն դեպի կրոնական գնացող եւ այլն եւ այլն։ Ու այդ խնդիրն է առաջանում, ոնց մարդուն դուրս բերել այդ ակցիաների միջից, հա։ Ինչ մեթոդներ կան մարդուն դուրս բերելու այդ ակցիաների միջից, որովհետեւ տեսեք, մենք շատ հաճախ էլի վերադառնալով քննադատական մտածողություն ասում ենք, այսօր դպրոցը պետք է մարդուն սովորեցնի մտածել։ Ես ճիշտն ասած չեմ շատ խորը կասկածներ ունեմ, որ դա պրակտիկորեն, եթե խոսում ենք մասսայական առումով հնարավոր է։ Կարող է ես սխալվում եմ։ Պարզապես ես չեմ տեսել մասսայական քննադատական մտածողության ներդրնելու ոչ մի հաջող օրինակ։ Կարող է ես չգիտեմ։ Սենց կարելի է ասել, մասսայական չգիտեմ, բայց մի ինչ-որ ժամանակաշրջան արևմտյան համալսարանների շրջանավարտների մի խոշոր մաս ըստ մեզ հասած տեղեկությունների, իրենց հրապարակումների, ելույթների եւ այլն օժտված էր քննադատական մտածողությամբ բավարար չափով։ Գուցե ինքն էլ չիմանալով, որ դա է քննադատական մտածողությունը, որովհետև այստեղ իր համար դա միջին նորմալներ էլի, հա։ Մատը տնես այդ ինչ է, այդ դրա մասին հիմա կխոսեմ էլի ես, որովհետև կարող է դա վերջանա հիմա, կարող է արդեն վերջացել է, որ այս վերջին նման է։ Գաղափարախոսությունները գալիս սկսում են ճնշել։ Ու այնտեղ էլ պիտի նույնը լինի, դու պիտի հաղթահարես որոշակի բաներ։ Հիմա խնդիրը, ինչու է դա դժվար, որովհետև մարդկությունը լավ չի պայմանավորվել հասկացել ինչ է մտածողությունը։ Էլ չասած ինչ է քննադատական մտածողությունը։
Հա։ Հիմա ես քննադատական մտածողությունը դիտարկում եմ որպես ընդհանուր մտագործունեության մի մաս, իսկ մտագործունեություն ասելով դա առանձին տերմին է, որը ինչ որ չափով օգտագործելի է, որպեսզի չընկնենք այն ծուղակը, թե ինչ է մտածողությունը, որը կարելի է քիչ թե շատ սահմանել, ինչը արել է մտագործունեության մեթոդաբանության հեղինակ ստեղծողը Գեորգի Չետրավիցկին 50-ական թվականներից սկսած, մոտավորապես Ստալինի մահից սկսած, իր ամբողջ գործունեությամբ եւ նրա հետ համաձայնելով կամ չհամաձայնելով դրան մասնակցել են այնց խորհրդային միության ժամանակ աշխատած մի շարք խոշոր փիլիսոփաներ, մեկին ասեմ Մերաբ Մամարդաշվիլին, որին շատերը գիտեն, կամ նույն Զինովիևը, մինչեւ ինքը հետո շեղվեց իր գործունեության որոշակի շրջանում։ Այսինքն պետք է որոշակի, որովհետև գիտեք, նախ ես հակվածել եմ ինքս լինել պրագմատիկ եւ այսպես ասած բան, հա, evidence based, այսինքն փաստահեն։ Եվ երկրորդը գիտությունը ինձ թվում է դրա վրա պիտի հիմնված լինի, որքան հնարավոր է։ Որովհետև եթե ինչ-որ բանի մասին խոսում ես, պիտի դու դրա ձևակերպումը ունենաս, պիտի հասկանաս ինչի մասին է խոսքը։ Այո։ Հիմա շատ կարճ, իհարկե դա շատ բարդ բան է, բայց բացատրել թե ինչ է մտագործունեությունը, կարելի է այսպես ասել, որ դա սոցիալական երևույթ է, մարդը միայնակ չի մտածում, նա միայն բան է մտածում, այսպես հայլուպես արտացոլքի մեջ երբ մտածողությունը, այսպես ասենք, մշակույթից դուրս գոյություն չունի։ Երկրորդը դա կազմված է շատ կոպիտ ասած, абստրակտ եթե բաժանենք իրար, երեք իրադրություններից, մեկը գործողություն առանց կոմունիկացիայի, եթե դա հնարավոր է պատկերացնել, երկրորդը գործողություն կոմունիկացիայով կամ կոմունիկատիվ գործողություն, ամբողջ խոսքի ամբողջ աշխարհը, եւ երրորդը վերին մասը, այնինչ մաքուր մտածողություն կամ մաքուր բանականություններ անվանում Կանտը, այն բոլոր կանոնները, օրենքները, ալգորիթմները, ռեգլամենտները եւ նման ուրեմն օրինաչափությունները, հա, որոնք մարդկությունը կուտակել է, այնքանով որքանով տվյալ պահին դրանք տվյալ մարդկանց հայտնի են որպես քիչ թե շատ ճշմարիտ եւ իրենց դիրքը պահպանող։ Այսինքն այդ ամբողջ խոսքի ու գործողության գալիս է այդ ֆիլտրի միջով է անցնում, ինչն է օրենք, ինչն է, ասենք, լեզվի օրենքներով ես արտահայտում, ինչ որ ուզում ես, թե անկապ լեզվով, ինչն է օրինաչափություն եւ այլն։ Եվ այդ ֆիլտրի մեջ անցնելուց հետո ինչը որ մնաց, դա է մտածողությունը, եթե հնարավոր է դա պատկերացնել։ Հա։ Հիմա այստեղ կա եւս մի հանգամանք, որ մտագործունեությամբ զբաղվելու համար մարդուն պետք է եւս մի բանի միջոց, կոմունիկացիայի միջոց, միայն խոսքը քիչ է։ Դրա համար ես, եթե նկատել ես, շատ իմ ելույթներ գրատախտակի մոտ եմ անում, խզբզելով, սխեմաներ նկարելով, հա։ Դա կոչվում է մտքի էկրան։ Մարդիկ պիտի իրենց քննարկումը դուրս բերեն սեմիոտիկ մյուս համակարգի մեջ, որովհետև խոսքը շատ անճշգրիտ բան է։ Իսկ եթե մենք ուզում ենք իրոք այդ ֆիլտրով, այդ զտիչով անցկացնել, հա, Ես պետք է ինչ-որ մոտեցում դրանում։ Դրա համար դպրոցական գրատախտակը առաջին քայլն է դեպի մտագործունեություն, հետևաբար եւ դեպի քննադատական մտածողություն։ Եթե այդ ամեն ինչը շարունակվեց, հա, շատ ափսոս, որ այդ դպրոցական գրատախտակը հետո դուրս է մղվում կյանքից մեծ մասամբ։ Իսկ մտագործունեության մեթոդաբանությունը վերականգնում է դա որպես մտքի էկրան, որը յուրաքանչյուրը կարող է գալ, վրան ինչ-որ բան ավելացնել եւ քննարկումը շարունակել, բառերով օգնելով բացատրել, թե ինքը ինչ է, ինչ սխեմա է նկարում, մտքի ինչ process-ի պահ է արձանագրում, հա։ Եվ հակառակը, սխեման օգնելով, որ խուսափի այն անորոշություններից, անճշտություններից կամ ընդունի այն անճշտությունները, անորոշությունները, որոնք կան լեզվի մեջ։ Ասենք շատ պարզ բան ասեմ, ասենք հիմա որ ասեմ ազգ, ես մի բան եմ հասկանում, դու մի բան ես հասկանում, բոլորը ով որ լսեն, ամեն մեկը տարբեր բաներ է հասկանալու։ Իսկ նկարելու ժամանակ, եթե ինչ-որ բան ես ուզում քննարկել, մի հատ կլորակ ես նկարում, ասում ես, սա ազգն է։ Եվ անցնում ես առաջ։ Չես խփնվում այն հարցի վրա,
որ պետքա քննարկել, թե սա ինչ է, բառարային, այսպես, բանաձև ձևակերպում դուրս բերել, համաձայնեցնել, որ բոլորը դրան համաձայնեն, որ հնարին է։ Ես օրինակ դրան սովոր եմ, անգամ չհամաձայնեցնել, դիցուք քննարկում ենք ինչ-որ ազգային թեմա, ասում ենք, որ ես, ով այս քննարկումը նախաձեռնել եմ, երբ որ ասում եմ ազգ, ի նկատի ունեմ սա, մենք այսօր սա ենք քննարկում։ Անկամ եթե դուք դա ի նկատի չունեք, սա ենք մենք քննարկում, սա, չգիտեմ, անունը դրեք ուրիշ բան։ Դա լրիվ լեգիտիմ մեթոդ է, բայց դա մոնոլոգիզացնում է տեքստը։ Այսինքն, հա, իմ ազդեցությունը քննարկման վրա, հա, լրիվ օրինական է, հիմա ես ու դու ենք խոսում, դու վարողն ես, ինձ հրավիրել ես, եթե ասես դուրս գնա, ես պիտի դուրս գնամ։ Խաղի կանոնը այդպեսին է, հա, բայց մտագործունեական քննարկման ժամանակ, այն ինչ որ մենք անվանում ենք կրեատիվ խաղի ժամանակ, բոլորը հավասար են, ոչ ոք իրավունք չունի ասելու ես պարտադրում եմ իմ ձևակերպումը, նա կարող է միայն ավելացնել ընդհանուր մտավոր էկրանին, որովհետև մեր նպատակն է խուսափել հենց այն ծուղակից, որի մասին սկսեցինք խոսել, միապատճառայնությունից, միաձևակերպայնությունից։ Դա կոչվում է կոնտեքստի ընդլայնում, ես եմ այդպես անվանում։ Այսինքն, քան ինչ պատճառով խորհրդային միությունը կործանվեց, հա։ Հիմա ես կարող ասեմ, չէ, դա միայն գերոնտոլոգիայի պատճառով էր։ Ու ես հիմա քննարկելու եմ միայն այդ տեսակետից։ Իմ քննարկման ժամանակ այնքան սխալ կկուտակվի դրա մեջ, որտեվ անընդհատ ցանկացած անկախ մտածող կասի, չէ, բայց ախր այս գործոններ կար, ախր այս գործոններ կար, ոնց ես դու դրանցից հրաժարվում։ Դու այնպիսի աբստրակցիա ես ստեղծում, որը արդեն նիհար աբստրակցիա է, ինքը չի համապատասխանում իրականությանը։ Դրա համար բազմա ձայնությունը եւ բազմա ձևակերպումը, այսպես ասած, կոնտեքստի ընդլայնելը բազմապատճառայնությունը կարևորագույն քայլերից մեկն է դեպի մտագործունեություն եւ հետեւաբար նաեւ դեպի քննադատական մտածում։ Օպոզիցիոն դիրքորոշում ձեր ասածին։ Եթե շատ հաճախ մարդիկ այդ բազմաձայնությունը դիտարկում են որպես ոչ էֆեկտիվ, եթե դուք բազմաձայնություն ունենք եւ հավասարություն ունենք, այսինքն չկա իմ ասած այդ պայմանավորող կետը, որ մենք սա ասելով ի նկատի ունենք, սա ավելի շատ նկարների հիման վրա ենթադրում են մարդիկ, որ սա չի կարող բերել հստակ հետևություններից, հա, գործողության հստակ հետևանքների, հետևաբար սա պարզապես տենց պտույտ կլինի նույն հարցի շուրջ։ Ճիշտ է։ Դա պետք է երկու բան գիտակցել, նախ որ հենց դրա է պատճառը, որ մտագործունեության մեթոդաբանությունը ինքը բավական օրթոգոնալ, հա, այլ հարթության մեջ է գտնվում, քան ավանդական գիտական պատկերացումները, ընդ որում ներառյալ նաև հաճախ արևմտյան ավանդական գիտական։ Այսինքն եթե էլի մի քիչ պարզունակացրած նայենք, ոնց է գիտական պատկերացումը փոխվում, հա, այդ Պոպերի կամ, չգիտեմ, Թոմաս Քունի եւ այլնի։ Այսինքն կար մի պարադիգմ, բոլորը ընդունում էին այդ խաղի կանոնները, հետո գալիս է ուրիշ պարադիգմ, մեկը դա ասում է որպես մոնոլոգ, չեն ընդունում իրան բանտեզին, հետո սովորում են կամ PR-ը արվում, կամ ուրիշներն էլ են հասկանում, որ այդպես էր, եւ վերջապես փոխվում է, այսպես քայլ առ քայլ փոփոխության մասին է։ Մտագործունեության պարադիգմում հենց այդ կոնտեքստի ընդլայնման քայլը որ կատարում ես, հենց հակառակ այլ հարթության մեջ է տեղի ունենում պատմությունը։ Դու միանգամից տեսնում ես բազմա գործոն աշխարհ, դու քեզ դուրս ես բերում այդ գործոնների միջից եւ դրսից ես նայում դրան։ Իրոք դա կարող է տանել հայեցական այսպես աշխարհայացքի, որը ոչ մի գործողության չտանի, բայց հենց դրա համար ճիշտ մտագործունեական process-ը, մեթոդաբանական process-ը իր վերջին հատվածը միշտ նվիրված է պրոյեկտ ստեղծելուն, պրոյեկտ գծագրելուն, այսինքն գործունեական արդյունք ստանալուն։ Դրա համար սա շատ պրագմատիկ մոտեցում է։ Այսինքն դու միապատճառական, հա, սխալական, միակարծիքային իրադրությունից դուրս ես գալիս բազմակարծիքային, բազմապատճառական իրադրություն եւ դրա հիման վրա ռեֆլեքսիոն այդ անցման հիման վրա գծագրում ես հաջորդ քայլերը։ Պիտի ասեմ, որ ինչն է դրա մեջ հետաքրքիր, որ բազում անգամներ երբ մենք արել ենք կրեատիվ խաղեր, մեթոդաբանական դպրոցը հայկական, որոնց ես մասնակցել եմ 30 ավելի խաղ 89 թվականից սկսած, բավական մի քանի անգամ այդ խաղերը բերել են նրան, որ այն պրոյեկտը, որը քննարկվում էր, դեն է նետվել։ Այսինքն բերվում էր պրոյեկտ, որը պիտի
բան արդարացվեր կրեատիվ խաղի միջոցով, հա, կամ իր իրագործման ճանապարհը քննարկում։ Քննարկումը ճիշտ մեթոդաբանական բերում է նրան, որ այդ պրոյեկտը դեն է նետվում։ Ուրիշ պրոյեկտ է դրա փոխարեն առաջադրվում։ Ասում են մարդ Ժողովուրդ ջան, այս չի ստացվելու։ Այս պետք չի հիմա քննարկել։ Ու դա նաև պատվիրատուի վրա հաճախ տհաճ տպավորություն է թողնում, ոնց թե ես ուզում եմ էս անեմ, ձեզ էլ բերել եմ, որ այսպես ասած արդարացնեք, բա արդյունքը ստացվում է, որ դուք ասում եք, չէ, այս պետք չի անել, ուրիշ բան է պետք անել, որից ես էլ բան չեմ հասկանում, այդ ուրիշ բանը որն է։ Այդ մտագործունեական դպրոց ստեղծել կամ ինչ որ կարող է լրիվ ուրիշ բան լինի, չէ։ Հա, այնպես որ այդ ասում եմ ինքը բավական նորարարական մոտեցում է նույնիսկ այսօրվա աշխարհում, չնայած նրան, որ անգիտակից կամ կիսագիտակից դեպքում, հա, ձևով արվում է դա նաև նորմալ, ասենք, եթե ինչ-որ հետազոտության մեթոդ ես մշակում կամ մարդիկ համագործակցում են ինչ-որ նպատակի հասնելու համար կամ համալսարանական ինչ-որ կրթական պրոցես է կամ ինչ-որ գիտական պրոյեկտ է արվում, դա արվում է, բայց հաճախ չի գիտակցվում, որ դա արվում է, եթե ճիշտ արդյունքների է բերվում, ըստ մտագործունեության մեթոդաբանության փուլերի, այսինքն հավաքվել, չունենալ գերիշխող դիսկուրս, աշխատել ինչքան հնարավոր է, ստեղծել ռեֆլեքսիվ իրադրություն, կոնտեքստը ընդլայնել, դուրս գալ ռեֆլեքսիայի ու այստեղ մենք կարող ենք քննարկել ռեֆլեքսիան ինչ է, դա շատ բարդ հասկացություն է, եւ ուրեմն հետո եւ վերջում այդ ամենից հետո ապա առարկայացնելուց հետո իրադրությունը, հա, այսինքն երբ դու առարկայի հետո տեսնում ես օբյեկտը, այսինքն կոպիտ օրինակը ասենք որ հեշտ լինի, ասենք կա մի հատ երկաթի կտոր դրած, հիմա բանը, հա, ֆիզիկոսը դա դիտարկում է որպես ատոմների համակարգ, քիմիկոսը որպես մետաղ, չգիտեմ, ասենք շինարարը որպես ոնց կարող եմ սա ինչ որ տեղ դնել, մետալուրգը որպես ինչպես հալածնել սրանից ինչ որ բան ստանալ։ Հիմա դրա բոլորը միասինը այդ օբյեկտն է։ Այդ բոլոր վերաբերմունքների հանրագումարը, մոտեցումների, հատկությունների բոլոր հարանգ։ Այ որ հասնում ես օբյեկտի հնարավոր գծագրին, այստեղ եւ հիմա ինքը բան չի, իրական չի, աբստրակտ չի, բան չի, ինքը այստեղի եւ հիմայի օբյեկտն է, մեր այս քննարկմանի արդյունքում ստեղծված։ Ու այդ օբյեկտի վերաբերյալ էս պրոյեկտը ստեղծում, ինչպես փոխել օբյեկտը։ Այսինքն շատ կոպիտ ասած, ասենք եթե հանրային իրադրությունների մասին ենք անում, ասում ոչ թե ինչպես իրագործել հակակոռուպցիոն ծրագիր, այլ ինչպես փոխել կոռուպցիոն իրադրությունը Հայաստանում։ Դրանք երկու շատ տարբեր խնդիրներ են, հա, կարող ես հազարավոր ու եղել է դա հակակոռուպցիոն ծրագրեր իրագործել եւ կոռուպցիայի հետ իրադրությունը Հայաստանում չի փոխվելու։ Ինչպես փոխել կոռուպցիոն իրադրությունը։ Նայեք, ինչպես հակակոռուպցիոն ծրագիր իրականացնելը, այս դեպքում դու օբյեկտի մասին քո պատկերացումները բացարձակապես չես ընդլայնում եւ չես փոխում։ Դու պարզապես ռեակցիա ես ձևակերպում քո իմացած օբյեկտի մասին։ Ինչպես փոխել օբյեկտը հակակոռուպցիոն ծրագիրը, այստեղ դու ստիպված ես իրա մասին որոշակի պատկերացումները ընդլայնել ու արդեն փորձես ձևափոխել։ Սա արդեն ուրիշ եւ արդեն լրիվ ուրիշ պրոյեկտ անես ու կարող է այդ պրոյեկտի մեջ կոռուպցիա բառը ընդհանրապես չլինի։ Կարող է օրինակի համար դա լինի թատրոնների զարգացման ծրագիր, որը սակայն ավելի ճշգրտորեն է, հա, թիրախավորում հասարակական կոռուպցիայի ֆենոմենը, քան շատ ու շատ հակակոռուպցիոն ծրագրեր։ Շատ կոպիտ օրինակներով եմ ասում, բնականաբար, որտեղ այդ էկրանը չկա, որ գծելով ավելի հեշտ կլիներ, էլի։ Չէ, դուք օրինակ ասացիք, որ գործողության այդ դեֆիցիտի մասին, բայց ես մտածեցի, օրինակ բազմապատկերը դիտարկում ինքը նույնպես գործողություն է, որը աշխարհը այս փոխող իրադրություն է դա։ Այո, իհարկե։ Որի հետևանքները վերադառնալով մեր զրույցի սկիզբ, երբ որ քո ամեն մի արածի հետևանքը դու չգիտես էլ։ Արդեն ուրիշ են լինելու։ Դու արդեն, հա։ Եթե դու այդ տեսակետից ես դիտում աշխարհը եւ ռեֆլեքսիոն ունակությունը զարգացրել ես, ինքը լրիվ ուրիշ ապագա է քեզ խոստանում, հա, արարքների թիմքերը, արդարացումները եւ այլն, ինքը լրիվ ուրիշ ձևի է աշխատում։ Շատ լավ, իրականում մենք արդեն 50 րոպե խոսում ենք, բայց ես հասկացա, որ մի նոր ենք սկսում այս նոր ենք սկսում, հա, սա մի հաղորդումով չի լինի, եկեք
պայմանավորվենք եւս մեկ անգամ հանդիպենք եւ արդեն ավելի հստակ ինչ որ օրինակների վրա խոսենք, հա, մեզ մեթոդաբանության մասին արդեն հստակ ու հասկանանք, թե մարդիկ անհատները եթե ուզենան իրենց մեջ չգիտեմ ավելի զարգացնեն, հա, այս մեթոդաբանական մոտեցումը, ինչպես կարող են դա անել, ես համոզված եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր մեզ լսեցին եւ մտածեցին, իսկ միգուցե մենք էլ, հա, այս ինչ էր, մենք էլ փորձենք, ես էլ ուզեմ, իսկ թվում է հաշվի առնելով դիսկուրսների բազմազանությունը, մենք էլ իրավունք ունենք մեր դիսկուրսն առաջարկելու, շատ շնորհակալ եմ մեր զրույցի համար ես հենց կիսատ թողնում եմ այն խոստումը որ մենք կշարունակենք հենց այս զրույցը արդեն կխոսենք բուն մեթոդաբանությունից շատ լավ շատ շնորհակալություն մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ես հիշեցնեմ որ դուք դիտում եւ լսում եք գործարար Ալեքը տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը մեր հյուրներ արձակագիր Գևորգ Տեր-Գաբրելյանը շնորհակալություն